Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Անի, ուր խաչքարերը երեսնի վայր փոշիի մեջ են։ Շուշիի Մեղրեցոց եկեղեցին ավերված հայկական ժառանգության ցավալի խորհրդանիշ։ Ինչու որոշ պատմաբաններ 1915 թվականի իրադարձությունները կբնորոշեն իբրև ցեղասպանություն։ Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոտեի գլխավորած պատվիրակությունը այցելեց հուշահամալիր։ Փաստերը համար են, դեր Արարատ, ուր կդանի Արցախահայության թիրախավորման փաշինյանական ուղին Աշոտ Հարությունյան, Արցախի եւ հարագից տարածքներում մեջ գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը կշարունակե վտանգված մնալ։ Լծոնած Սմբուկ Անին միջնատարյան հայկական պարկի խորհրդանիշը մինչև այսօր կմնա ազգային հիշողության ու մշակութային ինքնության կարևոր մասը։ Արևմտյան Հայաստանի Գարսի նահանգին մեջ գտնվող այս հռչակավոր մայրաքաղաքը, որ կոչված է 1001 եկեղեցիներու քաղաք, այսօր կանգնած է լրության ու հագասություններու մեջ։ Անի հասնիլ է Արևելյան Հայաստանեն երկար ու բարդ ճամփորդություն է։ Երևանեն դեպի Գյումրի, ապա Վրաստանով ու Թուրքիո սահմանով Գարս։ Թեև Անին ընդամենը 20 կիլոմետր հեռու է Ախուրյան քեդի մույսապեն, փակ սահմանը զայն դարձած դժվար հասանելի հայրենիք։ Քաղաքի ավերակները կթիմավորեն այցելուները Պակրադունիներու արուձի փորագրություններով, հսկայական բարիսպներով եւ հայկական ճարտարապետության գոտոներով։ Սակայն հաճախ կբացակայի հիմնական ճշմարտությունը, որ Անին հայկական քաղաք մներ, հայկական մշակույթի ու պետականության հզոր կետրոն։ Պահպանված եկեղեցիները, արձանագրություններ ու խաչքարերը կվկայեն հայկական ներկայության մասին, բայց շատ խաչքարեր այսօր երեսնի վայր ինգած են խոդերու ու փոշիի մեջ։ Անիկա ոչ միայն անուշադրություն, այլ նաեւ հիշողության լրացման խորհրդանիշ կտվի։ Հոդվածակիրը կգաբե այս երևույթը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության հետ ճյուղային մինչև Արցախ։ Սակայն հակառակ ամենուն Անին կշարունակե խոսիլ իր քարերով որպես հայկական հոգևոր, մշակութային ու պատմական ժառանգության կենթանի վկայություն։ Ախուրյանի մույսապեն այսօր ալ կտեսնվի հայկական դրոշը, իսկ Հայաստանի ճամփաներուն ցուցանակները տագավին կնշեն դեպի Անի դանող ուղությունը։ Քաղաքը, որ տեսանելի է, բայց տագավին սահմանեն անթին կմնա։ 1920 թվականին Շուշիի հայկական ճարտերեն յետ քաղաքի բազմաթիվ հայկական սրբավայրեր ենթարկվեցան թալանի եւ ավերման։ Այդ ճակատագրին արժանացավ նաեւ Շուշիի հայտնի Մեղրեցոց եկեղեցին, որ կհանդիսանար քաղաքի 11 հայկական եկեղեցիներեն մեկը։ Պահպանված լուսանկարներուն մեջ կերևի եկեղեցին արդեն գողոպտված եւ վնասված վիճակի մեջ։ Շուշիի ողբերգական դեպքերեն յետ հայկական տաղամասերուն հետ հարվածի դակ հայտնվեցան նաեւ քաղաքի մշակութային եւ հոգեվոր գոտոները։ Մեղրեցոց եկեղեցին երկար դարիներ մնաց կիսավեր վիճակի մեջ, իսկ 1970-ականներուն վերջնականապես ոչնչացվեցավ Բաքվի խորհրդային ղեկավարության օրոք։ Հայկական աղբյուրներուն մեջ կնշվի, որ եկեղեցվո քանդումը իրականացված է այն ժամանակվան իշխանություններուն որոշումով։ Շուշին դարեր շարունակ եղած է Արցախի հայկական մշակույթի, կրթության եւ հոգեվոր կյանքի կարևոր կետրոններեն մեկը։ Քաղաքի եկեղեցիները ոչ միայն աղոթավայրեր էին, այլև հայկական ինքնության ու պատմական ներկայության կենթանի վկաներ։ Այսօր Մեղրեցոց եկեղեցվո պատմությունը կշարունակե հիշեցնել մշակութային ժառանգության պահպանության կարևորության եւ պատմական հիշողության պահպանման անհրաժեշտության մասին։ 1915 թվականի իրադարձություններու ուսումնասիրությունը կբացատրե, թե ինչու պատմագիտական հիմնական շրջանակները կգործածեն ցեղասպանություն եզրույթը, այլ ոչ թե քաղաքացիական պատերազմ կամ պատերազմական գոռուսներ։ Պատմաբաններու համաձայն զանգվածային տեղահանություններեն առաջ Օսմանյան իշխանությունները համագարկված կերպով զինաթափեցին հայկական բնակչության տղամարդիկը։ Սկզբնական շրջանին անոնք զորագոչվեցան բանակ, սակայն շուտով զրկվեցան զենքերեն, ղրկվեցան հարգադիր աշխատանքային գումարտակներ եւ շատեր սպանվեցան կամ մահացան ծանր պայմաններուն մեջ։ Այսպիսով հայկական բնակավայրերը մնացին առանց պաշտպանունակ տղամարդոց, իսկ կիները, երեխաներն ու դարեցները ենթարկվեցան բռնի տեղահանություններու, որոնք վերածվեցան մահվան երթերու։ Ջամփուն վրա բազմաթիվ կարավաններ ենթարկվեցան հարձակումներու, գողոպուտի եւ կոտորածներու։ Պատմաբաններու մեծ մասը կշեշտե, որ քաղաքացիական պատերազմ եզրույթը կենթադրե երկու զինված կողմեր, մինչդեռ անպաշտպան բնակչության զանգվածային ոչնչացումը չի համապատասխաներ այդ բնորոշման։ Հատկանշական է, որ լե հիրավապան Ռաֆայել Լեմկինը, ով ցեղագրվեց ցեղասպանություն եզրույթը, իբրև օրինակ առանցացուցած էր հայերու եւ հրեաներու զանգվածային ոչնչացումը։ Որոշ պատմաբաններ նաեւ կնշեն, թե այս քաղաքականությունը սկսած էր 1891-ին Աբդուլհամիդ II-ի օրով Համիդյան քունթերու գազմավորմամբ, իսկ 1894-ին 1896-ի գոտորածներն ու 1909-ի Ադանայի ճարտերը արդեն բացահայտած էին ցեղասպանական քաղաքականության բնույթը։
Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի մեջ Ֆրանսիայի տեսփան Օլիվիե դե Կոտինի ուղեկցությամբ մայիս 20-ին այցելեց Հայրու ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերը թիմավորեց Հրաչյա Տաշչյան, իսկ Հասմիկ Մարտիրոսյան ներկայացուց հուշահամալիրի պատմությունը։ Ստեփան Բոդե ձագեբսակ զետեղեց հուշագոտողին առջև, իսկ պատվիրակության անդամները ձեռիկներ խոնարհեցին անմար գրագին մոտ եւ լրությամբ հարգեցին զոհերու հիշատակը։ Հյուրերը այցելեցին նաեւ հուշաբադ, ուր ներկայացվեց հայանաբաց գործունեությամբ հայտնի ֆրանսիացիներու պատմությունները։ Այցելության ավարտին պատվիրակությունը շրջեցավ ցեղասպանության թանգարանին մեջ, իսկ Ստեփան Բոդե քրարում կատարեց հուշամատյանին մեջ։ Փաստերը համար են։ Արցախի հայկական լալը վիճարկման ենթակա չէ, երբ տիվերը գխոսին խորակրով դեր Արարատ Կահանա Բողոսյանը հրաբարագումը կատարած է։ Արցախը մերը չէ եղած բնդումը գփախի փաստագրական իրականության։ Եթե դարածքի մեջ տասնամյակներով ու տարերով ապրած են 100,000-ավոր հայ բնակիչներ, գործած են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ եւ մշակութային հաստատություններ, ապա այդ դարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերու գոբիտ անդեսում է։ Պատմությունը գտածվի փաստերով, ոչ թե հայտարարություններով։ Արցախի մեջ հայը ոչ միայն ապրած է, այլև գառուցած է, սորվեցուցած է, աղոթած է, ստեղծած է համայնք, պահած է դպրոց, շենցուցած է քաղաք եւ գյուղ։ Երբ 1851-ին 2020 թվականներուն փաստաթուղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190,000 հայ բնակչություն, դասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ եւ հարյուրավոր եկեղեցիներ, Արցախը հայկական չեղած բնդումը բարձրապես չի դիմանար թիվերու ծանրության, որովհետեւ պատմությունը կգնահատվի փաստերով, իսկ փաստերը հստակ են։ Արցախը եղած է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական բահած հայ ժողովրդի կյանքով գրած է դեր Արարատը։ Հարգելի հայրենագիտներուն ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական կայքեն։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ 2018-ին, 2020-ին, 2023-ին եւ ինչ այսօր կշարունակվի մեր հայրենագիտներուն հետ, անկարելի է առանց ցավի եւ սկացական ապրումներու ընկալել։ Սակայն քաղաքական վերլուծության եւ հանրային խոսքի մեջ սառնասիրտ, ողջամիտ եւ փաստարկված ըլալը ամենաուժեղ եւ ծանրագշիր զենքն է։ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին մեջ վերջին շրջանին ծավալող իրադարձությունները, մասնավորապես նախընտրական կառուցարշավի ընթացքին տեղի ունեցող միջադեպերը ահազանգ կհնչեցնեն պետականության հիմքերու եւ հանրային համերաշխության լրջագույն ճգնաժամին մասին։ 2018 թվականին ի վեր Նիկոլ Փաշինյանի եւ անոր խումբին գոմե շրջանառության մեջ տրված խոսույթները, որոնք նույնիսկ անկախ փորձագետներու գոմե կբնորոշվին իբրև արցախաֆոբիա, կստեղծեն հայության արցախյան հատվածի նկատմամբ անվստահության, օդարացման եւ թիրախավորման մթնոլորտ, որ այսօր արդեն հասած է շատ վտանգավոր կակատնագետի։ Միացյալ Նահանգներում միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի 2026 թվականի զեկույցին մեջ, որ կամփոփե 2025 թվականի տվյալները, Բաքվի վարչակարգը քննադատության ենթարկված է կրոնական ազատություններու խախտումներու եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար։ Զեկույցին մեջ կնշվի, որ Բաքվի իշխանությունները շարունակած են կիրառել խիստ սահմանափակող խղճի եւ կրոնական թավանանքի ազատության մասին օրենքը, որ կքրեականացնե չգրանցված կրոնական գործունեությունը եւ պետական ամբողջական վերահսկողություն կսահմանե կրոնական գազམ་ակերպություններու նկատմամբ։ Զեկույցին մեջ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Արցախի եւ հարագից տարածքներու հայկական կրոնական ժառանգության։ Ըստ հրապարակված տվյալներուն 2025 թվականի հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարներով արձանագրված են առնվազն 8 ոչնչացված եւ 10 վնասված հայկական կրոնական հուշարձաններ, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատուններ եւ մշակութային այլ գոտողներ։ Փաստաթուղթին մեջ անդրադարձ կան նաեւ հայ բանդարգյալներու իրավունքներու սահմանափակումներուն։ Կնշվի, որ գալանավորված հայերուն հաջող կարգիլվի ստանալ կրոնական բարականեր, ներառյալ Աստվածաշունչ։ Հանձնաժողովը գոչ ուղղած է Միացյալ Նահանգներու կառավարության պահպանելու Բաքուն հատուկ դիտարկման ցանկին վրա կրոնական ազատություններու գոբիտ խախտումներուն պատճառով։ Բացի անգե առաջարկված է գիրառել թիրախային պատժամիջոցներ այն ադրբեջանցի պաշտոնատարներու նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքներու եւ կրոնական ազատություններու խախտումներուն համար։ Զեկույցին մեջ նաև կառաջարկվի, որ Միացյալ Նահանգներու կոնգրեսը պայմաններ սահմանե Բաքվին տրամադրվող ռազմական եւ անվտանգային օժանդակության համար, պահանջելով մարդու իրավունքներու եւ կրոնական ազատություններու բնագավառին մեջ հստակ բարելավումներ։ Լծոնած սմբուկը հայկական խոհանոցի ավանդական եւ շատ սիրված ճաշատեսակներեն մեկն է։ Անիկա հաջող կպատրաստվի հատկապես ամառային եւ աշնանային եղանակներուն, երբ բանջարեղենը թարմ է։ Այս ուտեստը կմիավորե բարձ փաթրիչներ ու հարուստ համը, ըլլալով թե դոնական, թե առօրյա սեղանի արժանի ուտելիք։ Փաթրիչներուն եւ պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։
Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։